Հետևորդների խնդրանքով մենք այսօր պատրաստելու ենք միասին խոզի ջերկի։ Մենք այստեղ ունենք խոզի ֆիլե, շատ լավ կտոր։ Մենք հիմա կձևենք միսը, հետո արդեն կշարունակենք մնացած ընթացքը։ Այս կողքի յուղերը, այս մասերը մենք պետքա մաքրենք անպայման։ Հիմա մաքրում ենք կողքի ավելնոտ այս ճաքերը, այս բոլորը պետքա առանձնացնենք։ Յուղերը ամենակարևորը պետքա լավ մաքրվի, ոչ մի յուղ պետքա չմնա, անգամ մսոտ էլ պետքա հանվի, որ շերտը լրիվ ինքը բարակի։ Բաժանենք 3 մասի։ Շատ լավ է։ 3 կտորները կդնենք սառնարան, մինուսավոր սառնարան, հետո մենք կկտրենք սլայզերով։ Վաստուր Մաչոներ ջան, մեկ օր պահեցինք սառնարանում խոզի ֆիլեն, շատ լավ սառել է, հիմա կկտրտենք միասին։ Սլայզերով կտրելու համար ընկերներ ջան, կտորները պետքա սառած լինեն։ Շատ քարացած չէ, բայց որ սլայզերի դանակը կարողանա կտրի։ Իսկ եթե սլայզեր չունեք, սովորական հալած վիճակում, միսը ոչ սառնարանային վիճակում կարող եք մանր կտրատել։ Այս դեպքում սլայզերով այսպես պետք է արվի անպայման։ Մսերը մենք կտրատեցինք համարյա այս բարակությամբ, շատ լավ է։